Դուք բարձրաստիճան զինվորական եք, ձեր խոսքը առավել քան դատարանի գնահատմամբ ծանրակշիռ է։ Դուք 2018 թվականին մեղադրական եզրակացությունը ստացել եք ռուսերեն թարգմանությամբ։ Մեղադրական եզրակացությունը չենք ստացել պատվաճառ։ Երբևէ 7 տարվա ընթացքում նախորդ դատավարություններին հետ մասնակցել եք որևէ անգամ ռուսերեն թարգմանությամբ։ Մեղադրանքի որոշումն ենք ստացել, խափանման միջոց կիրառելու միջնորդություն ենք ստացել, այսինքն երբ որ 2018 թվականի հունիսի 26-ին որպես վկայահարձակվելու հանրաքննչական ծառայություն, ուներ արդեն պատրաստ էր ու հենց այդ նախորդ նիստի Բաքվի Սարգսյանը ներկայացել էր այդ ժամանակի Շահինյանը ներկայացել էր ժամանակի։ Այդ ժամանակ պատրաստ էր այդ միջնորդությունը, եւ որպես մեղադրական ներգրավելու մասին որոշումը, ընդ որում խափանման միջոցի երբ որ ներկայացել էին կալանք խափանման միջոցի կիրառելու կապված այդ որոշումը դատարանը հայր ներկայացրել ուղարկել էր վարորդական ստանալու մեխանիկական մարմիններ, մենք այդպես էլ այդ որոշումները չստացանք, այդպես նախապատմությունները ներկայացնենք։ Հետո ներկայացնենք պատկերացնենք պատկերացնենք Փետրվարի 13-ին երբ որ տեղի ունեցավ մեղադրանքի փոփոխություն, այդ ժամանակ ևս փոփոխված մեղադրանքը թարգմանված ներկայացվեց եւ հայտարարվեց նախաքննության ավարտ։ Երբ որ նախաքննության ավարտը հայտարարվեց, քրեական գործում համոզված են մեր գործի նյութերը կան այդ օրվանից սկսած եւ վարույթ իրականացնող մարմինների պայմանավորության հանրաքննչական ծառայության ներկայացում միջնորդություն, որպեսզի մեր քրեական վարույթի ամբողջ նյութերը մեղադրական եզրակացությունը թարգմանված տրամադրեն։ Չի տրամադրվել եւ երբ որ գործը Տիկին Դանիբեկյանը վարույթ ընդունեց, ես առանձին նաեւ գրավոր միջնորդություն Տիկին Դանիբեկյանին ներկայացրել, որպեսզի մեզ տրամադրեն քրեական գործի նյութերի, այդ թվում նաեւ մեղադրական եզրակացության թարգմանված տարբերակները, որը որ դատարանի կողմից չի տրամադրվել, այսինքն դատարանը հետեւյալ դիրքորոշում ուներ։ Դատավարական փաստաթղթերը, որոնք որ անհրաժեշտ են թարգմանելու ձեզ կտրամադրել, բայց դրանցում չի տրամադրվել, նշել ենք որոնք է, իսկ գործի նյութերի թարգմանությունների հետ կապված նշել էին, որ ցանկացած ժամանակ գործի նյութերը կարող է դատարանում թարգմանչի մասնակցությամբ, այսինքն ներկայացնական գործի նյութերի ցուցումների եւ այլն հետ կապված նյութերը ստանալ։ Այդ հարցը գրավոր տեսքով նաև դատարանում եղել է, այդ հարցը մենք բարձրացրել ենք, ընդգրկել ենք, որ այդ առումով խախտվել է նաև Յուրի Խաչատրովի այդ ինքնասանելի լեզվով գործունեության ծանոթանալու իրավունքը, այդ միջնորդությունները ու արձանագրումները քրեական վարույթում դեռևս 19 թվականից առկա են հաստատվել։ Այսինքն մենք մեղադրանքի որոշում ունեցել ու մեղադրական եզրակացությունը 19 թվականին բացառապես հայերեն լեզվով։ Այսինքն մեղադրանքի ձևակերպմանը վերջնական տարբերակը Խաչատրովի փոխանցվել է ռուսերեն թարգմանությամբ։ Մենք այս պահին միայն մեղադրանքի 19 թվականի փետրվարի կայացված որպես մեղադրական ներգրավելու մասին որոշումը ժամանակ դրանից հետո փոփոխություն մեղադրանքի ձևակերպման մեջ տեղի չունեցել, բայց մեղադրական ակտը մենք չունենք։ Մեղադրական եզրակացությունը չէ տարբերաշով երբևիցե չենք ունեցել ու այդ պայմաններում գործողությունը տարիներ շարունակ իրականացվել է։ Տեսեք, իրավիճակը ինչպիսին է, երբ որ տարբեր հարցեր էին քննարկվում նախորդ դատավարության ընթացքում, մենք ամեն անգամ այդ հարցը բարձրացնում էինք ու մի անգամ էլ երկու անգամ էլ գրավոր միջնորդություն ենք այդ առումով ներկայացրել։ Հետագայում այդ միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը ներկայացրեց դատարանը ինչպիսին է ունեցել, հետագայում էլ արդեն 21 թվականի երբ որ քրեական վարույթը այդ մասով ավարտվեց, արդեն առարկայազույգ է։ Մենք չենք հասել այս կտորով գործի բունկրությունը, որպեսզի նաև մեղադրանք հրապարակվի, մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնենք, այդ պարագայում մեզ անհրաժեշտ լինի։ Այսինքն եթե մենք հասնեինք այդ փուլին 19-20-21 թվականին, բնականաբար այդ ամեն ինչը ակտուալ է լինելու, բայց ինձ ստացվեց, որ մենք այդ փուլին չհասանք ու այդ պարագայում մեզ չի դրանում։ Պարոն Պողոսյան, լավ, հաջորդիվ, եթե մենք գործընթացությունը շարունակենք, քրեական գործից, եթե դուք համարյալպես որպես վարորդական մարմին, թե որոշակի փաստաթղթեր կան, որոնց ռուսերեն թարգմանությունը պարոն Խաչատրովը անպայման
կոնկրետ չհասնեն գործ, թե պայմանականորեն հիմնական դատալություններ են հասել, կոնկրետ հաստատություն են հետազոտել։ Մեր եթե յուրաքանչյուր հետազոտող հաստատությունի ժամանակ դուք խնդրեք դատարանից թարգմանած տարբերակով դատարանը տրամադրի, այստեղ մենք ունենանք ընդամենը մեկ նիստ, դրանից հետո 2 ամիս կամ 1 ամիս հետաձգում, որպեսզի թարգմանվի։ Դա ողջամիտ չի, եթե դուք նման ցանկություն ունեք, իհարկե դատարանը այդ հարցը բավականաչափ ձեզ է դրվում, եթե դուք իրական գործական հաստատներ, որոնք ցանկանաք ռուսերեն տարբերակով, որպեսզի ձեզ փոխանցվի անձամբ ծանոթանաք այդ հաստատներին, որպեսզի մի որոշում կամ դատարանը հարցադրումներ անձամբ ձեզ այն պատասխանել, այդ մասին ձեր պաշտպանի հետ խորհրդակցությունից հետո հաջորդ իրավունքների շարունակել նայեք դա Ես կարող եմ մեր դիրքորոշումները դառնալ ինչպիսին եղել է 18-19 թվականներին։ Տեսեք 18 թվականին երբ որ առաջի անգամ նմանիչնության կոնգրեսը կար, որ դերով նախագծության եւ մենք քննում էինք, քանի որ դերակ իշխանական վարույթունի շինքեր գրասական նախագծության սպეციფიკայից եւ մենք քննում էինք, որ մեզ տրամադրեք այդ փաստաթղթերը, որոնք օրենքով հասանելի են, այսինքն օրենսդրական կարգավորումներ։ Երբ որ նախագծությունը ավարտվեց, մենք ասում էինք ամբողջ շինքերը որը որ տենցելի արկախված է ու դատարանում էր, նշել ենք արդեն որ բաց է եղել գործը, նշել ենք որ ամբողջ շինքերը տրամադրել են, բայց առնվազն այս փուլի համար կարծում եմ որ մեղադրական ակտը, այսինքն այս վերջնական ինչը որ ներկայացել է, որից հնարավորություն ունենք դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել, պետք է ուսանենք դեզով տիրապետել, որ կարողանանք դրա վերաբերյալ դիրքորոշում։ Ես այս պահին չեմ ասում քրեական գործի այդ գործ ներդող նյութերի վերաբերյալ, ապացույցների շրջանակել մեծ հաշվով, մենք չենք հասել այդ փուլի, որ որոշենք ապացույցների որ շրջանակն է, որ ըստ դրա էլ ասենք հեսա կարող պարոն Հովհաննիսյանը ասում է գործերի եզրակացությունների կողմնակերը չենք ներառում ծավալում, առարկայազուտ Այսինքն ծավալի հարցի, եթե մենք հասնենք ծավալի հարցի քննարկմանը, նոր այդ ժամանակ դուք կհայտնեք, թե պարոն Խաչատուրովին բնականաբար ծավալը ունենանք, ըստ դրա այդ ծավալի էլ բնականաբար մեր անհրաժեշտի ըստ մատ դա օբյեկտիվ դիրքորոշում է, հասկանանք ինչից ենք պաշտպանում։ Բայց մեղադրական ակտը էլ է ընդգրկում, մենք այս պահի դեպքում չունենք։ Պարոն Խաչատուրով, ձեր պաշտպանը հայտնեց Ես узнал Я вижу, что у вас большие трудности с переводом для меня документов. Все время опаздывает, все время... Чтобы облегчить вашу работу, чтобы вам тяжело не было. Вот тем более, что потерпевшие тоже не против. Я думаю, что и у вас внутри тоже 100% сидит то, что я ни в чем не виноват. Ваш секретарь тем более. Кроме прокурора, конечно. Вы меня освободите от всех дел, и потом занимайтесь квартиру сбавлять. Պարոն Խաչատուրով, մենք համապատասխան փուլում, եթե ձեր ներկայացնող արարքը չհաստատվի, դատարանը կայացնի ձեր նկատմամբ արտարացման վերելիք։ Եթե հիմնավորվի, կայացնի մեղադրական վերելիք։ Հիմա այդ փուլում չենք գտնվում եւ համապատասխան հարցի քննարկման շրջանակներում համապատասխան միջնորդության դեպքում քրեական հետապնդումը դատարեցնելու կոնկրետ հիմքերով, հիմնավորումներով փուլ գոյություն։ Եթե մենք հասնենք այդ փուլին, լինեն համապատասխան միջնորդություններ, լինեն դրա իրավաչափ պայմանները, դատարանը Тогда переводите все подряд. Հարց ունի դատարանը, պարոն Խաչատուրով։ Մեղադրանքի որոշումը 2018-19 թվականներին մեղադրական եզրակացության դատարան ուղարկվել է։ Ռուսերեն տարբերակով ձեզ փոխանցվել է։ Я не помню, я 3 раза контуженный тяжело. Ես չեմ հիշում, ես 3 անգամ ծանր եմ։ Պարոն Խաչատուրով, նոր մեղադրանքի որոշումները 1 տարի առաջ նոյեմբերի 30-ի դրությամբ բոլորի մասով հրապարակվել է, փոխանցվել է դատավարության մասնակիցներին։ Հայտնում եք թե հասկանում։
Պարոն Խաչատրյան, դրա հետ կապված դատարան լսեց նաև ձեր պաշտպանի դիրքորոշումը, դուք ասացիք, որ միանում եք պաշտպանի դիրքորոշմանը, դատավարության մասնակիցների դիրքորոշումը լսեց, ուսումնասիրեց նոր մեղադրանքի որոշումները, դատարան արձանագրեց, որ այնտեղ կան փաստագրի փոփոխություններ, լրացումներ։ Այդ մասով դատարանը հաշվի առնելով, որ արդեն ներկայացվել են որոշումները, դատարանը որոշեց թույլատրել փոխել արարքի իրավական գնահատականը եւ նույն ժամանակ արձանագրելով, որ արդեն դատարան ներկայացված որոշումներում առկա են հաստական նկարագրության փոփոխություններ, լրացումներ, դատարանը ժամանակ տրամադրեց քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումներով 297-7 5-րդ մասի, որպեսզի հաստական հանգամանքների լրացումները շեշտվի եւ ներկայացվի դատարան։ Հիմա այս մասով, եթե դուք դատարան կարող եք հատվածները ընթերցել, պաշտպանը թարգմանել եւ մենք փորձենք անցնել հաջորդ հարցի քննարկմանը, բայց եթե դուք ցանկանում եք անձամբ ծանոթանալ, ընթերցել եւ դիրքորոշում հայտնել, դատարան ձեզ իրավունքը չի սահմանափակել։ Ուղղակի ցանկանում եք հարցին անձամբ դուք պատասխանեք, որովհետեւ նորից եմ կրկնում, դուք բարձրաստիճան զինվորական եք, ձեր խոսքը դատարանի համար ունի ծանր կշիռ։ Հիմա եթե դուք դատարանին հայտնեք, որ դուք միևնույնը չեք ընթերցել, պարոն Պողոսյանին եք վստահել, դա ձևական կլինի, որ մենք եկածենք 3 համաձայնեցես, դուք հաջորդ դատական նիստերին օրինակ հրապարակեք, որ դուք չեք քարտացել, ցանկությունը չունեք քարտալու, դա ավելի քիչ կարծում եմ ճիշտ չի լինի։ Եթե դուք ընթերցելու եք, քարտալու եք, ծանոթանալու եք, գալու եք դիրքորոշում հայտնեք, մենք ձեզ այդ հնարավորություն կձեռնենք։ Я одно скажу, если вы нам столько лет уже нервы требуете, почему я вам не могу нервы потребовать? Вы мне приведите детали. Պարոն Խաչատրյան, այսինքն ցանկանում եք թարգմանել տրամադրենք, որպեսզի նոր մեղադրանքը ծանոթանաք եւ վստահեք, բայց դատարանը ձեզ հարցեր է ուղղել։ Մի քիչ անհարմար դեպություն կլինի, եթե դուք դատարանի հարցին պատասխանելիս հայտնեք, որ օրինակ չեք ընթերցել, չեք քարտացել։ Մի րոպե, հնարավորություն ունեք։ Կարծում եմ պարոն Խաչատրյանի խոսքին առարկել, պարոն Խաչատրյանը լավագույնս կարող է դատարանի հարցերին պատասխանել եւ Вы, если преподаете, я не ваш студент, что вы меня спрашивали, я вам отвечаю. Եթե ունեք այդ դատարանի տրված հարցադրման մասով դիրքորոշում ունեք, հայտնեք, ավելի բան մի կասեք, հա։ Ցանկանում եք ծանոթանալ նոր մեղադրանքի թարգմանված բարբերով։ Այո, ցանկանում եմ։ Շատ լավ։ Այգի դատավարության մասնակիցները դատարանը նախորդ դատական նիստի հաջորդ օրը եւ ուղեկցական գնությամբ ուղարկել է նոր որոշում